Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Այն ժամանակ Երուսաղեմում տաճարի նավակատիքներ եւ ձմեռեր։ Հիսուս շրջում էր տաճարի մեջ Սողոմոնի սրահում եւ հրեաները նրա շուրջ հավաքվեցին եւ ասացին. «Մինչեւ երբ մեր հոգին պիտի հանես, եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա մեզ»։ Հիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ասացի ձեզ եւ ինձ չեք հավատում։ Այն գործերը, որ ես անում եմ իմ Հոր անունով, դրանք վկայում են իմ մասին, բայց դուք չեք հավատում, որովհետեւ իմ ոչխարներից չեք։ Իմ ոչխարները իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց, եւ նրանք գալու են իմ ետևից, եւ ես նրանց կտամ հավիտենական կյանք, եւ նրանք չեն կորչի հավիտյան։ Ոչ ոք իմ ձեռքից նրանց չի ապշտակի։ Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, ամենքից մեծ է, եւ իմ Հոր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ ապշտակել։ Ես եւ իմ Հայրը մի ենք»։ Հովանու ավետարանի 10-րդ գլխից էր այս հատվածը, այս փոքրիկ հատվածը, որ ընթերցվեց։ Ասում է Հիսուս տաճարի մեջ էր եւ տաճարին նավակատիքն էր, տաճարի տոնն էր, տաճարի օծման տոնն էր։ Եվ հրեաներին շատ կարևոր բաներ ասաց Հիսուս։ Հիսուս բացահայտ խոսեց իր մասին։ Շատ քիչ տեղեր ավետարանում, որ Հիսուս ծածուկ չի խոսում, բացահայտ է խոսում, ուղիղ է խոսում եւ ուղղակի է խոսում իր աստվածության մասին։ Հրեաները ասում է հարցրին, ասեցին. «Դու ես Քրիստոսը, թե չէ, մինչև երբ պիտի մեր հոգին հանես, ասա հասկանանք»։ Հիսուսն ասում է. «Ասում եմ, բայց չեք հավատում։ Չեք հավատում, գոնե գործերին նայեք»։ Եվ իր ամբողջ առաքելությունը ներկայացրեց, ասեց. «Իմ ոչխարները հավատում են եւ իմ ետևից գալիս են, եւ ես նրանց հավիտենական կյանք պիտի տամ։ Ես եւ Հայրը նույնն ենք։ Ես Աստված եմ երկնքից իջած»։ Որտեղ ասաց Հիսուս այս բաները։ Եկեղեցում ասաց։ Եվ այսօր կաթողիկե եկեղեցու Սուրբ Էջմիածնի տոնն է, որը հաստատեց մեր հավատքի այդ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը խոր վիրապից դուրս գալուց հետո։ Երեք Գրիգոր Լուսավորիչի խոր վիրապից դուրս գալու տոնն էր։ Այսօր Էջմիածնի տոնն է։ Երեք երեկոյան 8 ժամի հավատում եմ, որ Աստծուց ինձ մի ուրախություն համակեց։ Ոչ այս աշխարհի ուրախություն, վերին, մի երկնային ուրախություն։ Մինչ այդ տարբեր բաներով սենց միտքս տարված էր, ընտրությունա վաղը, ինչա լինելու, ով ա լինելու, ուրա գնալու, ով ա գալու, ինչ ալնելու, բա որ սենց լինի, բա որ նենց լինի, մարդ ենք, կարող է բոլորս էլ մտածում ենք այդպես, մարդկային է։ Բայց մի պահ մի լույս ճառագեց, ուրախություն եկավ սրտիս մեջ։ Կարծես թե մեկն ասեր. «Դու եկեղեցի ունես, ինչ ես փնտրում։ Աստված քեզ եկեղեցի ա տվել, դու ինչ ես ուզում»։ Եվ այդ ուրախությունը կա մինչև հիմա ինձանում։ Աստված մեզ շնորհեց կաթողիկե Սուրբ Էջմիածինը։ Ինքը շնորհեց է, ինքը երկնքից իջավ եւ հաստատեց եկեղեցին, ասեց էսա ձերը։ Բա մենք եկեղեցին թողած ինչ ենք փնտրում այս աշխարհի մեջ։ Եկեղեցին երկինքն է, երկրի վրա։ Պատարագի աղոթքների մեջ, որ քահանան ծածուկ աղոթում է, քիչ առաջ մի աղոթք է կապում։ Հանկարծ այս անգամ հատուկ ուշադրությունս գրավեց այդ աղոթքը։ Ասում է. «Հիշիր Տեր, օրհնիր եւ ողորմիր կաթոլիկե եւ առաքելական քո եկեղեցին, որ միածնիդ արյամբ մաքրեցիր եւ քո սուրբ խաչով զորացրիր։ Սրան անշարժ հաստատուն խաղաղություն տուր»։ Մենք պիտի ուրախ լինենք, որ մենք եկեղեցի ունենք։ Իսկ ինչ է եկեղեցին։ Եկեղեցին մեր Աստծո տունն է։ Քրիստոսն ասեց իմ Հոր տունն է։ Քրիստոսն ասեց անշարժ
Հիմքի վրա եմ հաստատում այս եկեղեցին, անշարժ ժայռի, վեմի վրա եմ հաստատում, որին դժոխքի դռները չեն կարող խորտակել։ Եկեղեցուց դուրս չկա փրկություն։ Եվ բոլոր այն մարդիկ, որ եկեղեցու միաբանությունից խոտորվել, հեռացել են, վատ վիճակի մեջ են։ Չեն կարող սնվել, չեն կարող զորանալ, չեն կարող օրհնվել, որտեղ օրհնությունը եկեղեցու մեջ է։ Եկեղեցու մեջ է Քրիստոս պատարակվում։ Հայոց եկեղեցու գլուխը Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է։ Ժամանակագրական առումով Սուրբ Էջմիածինը աշխարհի առաջի քրիստոնեական եկեղեցին է։ Որտև Էջմիածնի տաճարից առաջ աշխարհում եկեղեցիներ չեն եղել, որտև ամեն տեղ քրիստոնեական հավատքը հալածված էր։ Նույնիսկ քրիստոնյաները ծածուկ էին հավաքվում աղոթք անելու, ծածուկ էին հավաքվում ինչ որ տեղեր պատարակ մատուցելու։ Եկեղեցի ո՞նց կարար լիներ։ Եվ առաջինը Հայաստան աշխարհում էր, որ քրիստոնեությունը ազատություն ստացավ 301 թվականին, եւ այդ ժամանակ էլ սկսեց կառուցվել Սուրբ Էջմիածնի կաթողիկե եկեղեցին, եւ 303 թվականին կառուցումն ավարտվեց։ Ուրեմն աշխարհի առաջին եկեղեցին, նույնիսկ Սուրբ Հարության տաճարը Երուսաղեմում, որ գլխավոր եկեղեցին է աշխարհի, կառուցվել է 325 թվականին, 25-27 թվականներին, ավելի ուշ, քան Էջմիածինը։ Ուրեմն տեսեք, Աստված ինչ շնորհի եւ ինչ ողորմության արժանացրեց մեզ։ Ինքը մեզ նվիրեց եկեղեցին։ Եվ այսօր ցավ սրտի հասարակության մեջ եկեղեցին ուզում են տկարացնել, թուլացնել, վարկաբեկել, փնովել, ոչնչացնել, իրանցով անել, եթե կարելի է այդպես ասել, իրանց իշխանության տակ գցել։ Եկեղեցում ոչ մեկի իշխանության տակ երբեք չի եղել։ Եկեղեցին աստվածահաստատ կառույց է։ Եվ Աստված է եկեղեցու իշխանն ու տերը։ Սուրբ Հոգին է եկեղեցու առաջնորդն ու ղեկավարողը։ Հիշենք այս բանը, ուրախանանք ու ցնցանք, ամուր փարվենք մեր եկեղեցուն, հաստատուն մնանք եկեղեցու մեջ եւ հիշենք, որ մեզ Աստված եկեղեցի է տվել, որը մեզ պիտի հասցնի երկնքի արքայության, որը մեզ պիտի հասցնի փրկության, որը երկինքն է երկրի վրա, որտեղ մարդիկ իրենց մեղքերի քավությունը պիտի ստանան եւ որտեղ մարդիկ ու հրեշտակները միասին փառաբանում են Աստծուն։ Քրիստոսի սուրբ պատարակն են մատուցում։ Քրիստոսի մարմնի եւ արյան պատարակն է կատարվում։ Մեր փրկության պատարակն է կատարվում։ Եվ այսօր մենք կանգնած ենք ընտրության առաջ։ Ուղղակի առումով եմ ասում։ Շատերը տարակույսների մեջ են, չգիտեն, հուսահատվել են, թևաթափ են եղել, ասում են հույս չկա, մեկա ոչինչ չի փոխվելու, մեկա էսա, մեկա էնա։ Ես զարմանում եմ։ Եսի նկատի ունեմ քրիստոնյաներից շատերին։ Աշխարհի մարդկանց հետ գործ չունեմ, աշխարհի մարդիկ սկի չեն էլ հասկանում ուր են գնում, ինչ են անում։ Քրիստոնյաները, որ գոնե գիտեն ավետարան են կարդում, ո՞նց կարան դրանց վիճակի մեջ լինի։ Մենք ընտրում ենք եկեղեցին։ Մենք մերժում ենք եկեղեցու բոլոր թշնամիներին ու հակառակորդներին։ Այս է մեր ընտրությունը։ Եկեղեցին է մեր մայրը։ Ես չեմ ասում, Նարեկացին է ասում։ Ամենաերկար աղոթքը Նարեկի մեջ, երկարներից մեկը նվիրված է եկեղեցուն,
որը մեր մայրն է, որը մեզ ծնունդ է տվել, որը մեզ ծնում է, խնամում է, առաջնորդում է։ Եկեղեցին մերժելը, եկեղեցուն դեմ գնալը կնշանակի ուրանալ մեր մորը։ Մեզ ծնող, սնող եւ ապրեցնող մորը։ Այսօր տոնն է Սուրբ եկեղեցու, կաթողիկե էջմիածնի տոնն է։ Փառք Աստծո սրա համար։ Մեզ համար ուրախության օր է, ցնծության օր է, խնդության օր է եւ պատահական չի, ով ինչա մտածել չգիտեմ, բայց Աստված ամեն ինչի մեջ խորհուրդ է դրել, որ հատկապես այս օրը, այս ընտրությունների օրը եկեղեցու օրն է։ Ինչի համար, որ մենք իմանանք ում ենք ընտրում, որ մենք իմանանք ուր ենք նայում, որ մենք իմանանք ուր ենք գնում։ Եվ եկեղեցին հաղթանակած է, որովհետև մեր Տեր Քրիստոսն ասել է աշխարհի մեջ փորձություններ ու նեղություններ պիտի ունենաք, բայց քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Եկեղեցին անպարտելի է, որովհետև եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եւ մենք այդ մարմնի անդամներն ենք, ամեն մեկս։ Եթե չենք խզվել, չենք շեղվել, եւ եկեղեցին ցավ է ապրում իր բոլոր այն անդամների համար, որոնք կտրվել են այդ մարմնից, որոնք հեռացել են այդ մարմնից։ Աղոթենք այսօր, թող նորից այդ կտրված, պոկված, հեռացած անդամները վերադառնան, բժշկվեն, միանան իրենց մայր եկեղեցուն, որ մեկ եկեղեցու, մեր եկեղեցու մարմնի ամբողջականությունը չախչատվի, չքանդվի։ Մենք դեռ այսօր այս տոնը պիտի շարունակենք։ Պատարագից հետո կգնանք Էջմիածին եւ Էջմիածնում էլ կմասնակցենք պատարագի, կխոնարհվենք, կհամբուրենք իջման սեղանը, հա, որտեղ պատարագ է մատուցվելու եւ կփառավորենք Աստծուն։ Փառք Աստծո, ամեն ինչի համար փառք Աստծո, եկեղեցու համար փառք Աստծո, մեր կյանքերի համար փառք Աստծո, Աստծո ողորմության, գթության համար փառք Աստծո։ Թող Աստված անշարժ եւ հաստատ պահի իր կաթողիկե առաքելական Սուրբ եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ամեն։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի, ամեն։